Բահով ասֆալտի պես պնդված հողը գրեթե չի փորվում։ Փխրեցնող տեխնիկայով ու աշխատողներին բոլոր վարչական շրջաններից կենտրոն կանչած կանաչապատումն առավոտից կոնսերվատորիայի դիմացի այգում էր։ Մի անգամ աշնանը կփորենք, հետո գարնանա հողը կնորմալանա։ Գրացուցիչ հող էլ ալացվելու։ Այո, հող կարմիր ավազ։ Այս այգին երկուշաբթի հայտարարվեց երկարաժամկետ վարձակալության փուլում տեղը տեղին չորանալուց հետո վերջապես վերադարձվել է Երևանին։ Տարածքում գործ բացարձակ չէր արվում, պատասխանատուն ուրիշ ընկերություններ քննադատվողն իրենք։ Ստիպված ծառերն ամռան շոքին գոնե ջրեցին, ասում է քաղաքային հողակի ղեկավարը։ Երևի ամենաանմխիթարը սա էր, ամենաչխնամվողը, այստեղ ունեինք լրիվ բացի թողի վիճակ, նույնիսկ վարձակալին գտնելն էր անհնար որոշ դեպքերում, որ ինչ-որ բան ասեինք, եւ մենք ստիպված էինք լինում այդ վտանգավոր ծառերը, չոր ծառերը ընթացքում հեռացնել։ Մինչև վերջին ճյուղը չորացած եւս 12 ծառ օրվա ընթացքում կկտրվի։ Անխիղճներն այնքան չեն ջրել, դենդրոլոգներն անգամ կարմիր գրքյան 70-80 տարեկան 1-2 սոսիի են հատման տոմս տվել։ Կտրվողների ցանկում նաեւ հացի է, թեղի։ Չոր են ամբողջությամբ։ Բա ինչա, բախ չորա։ Մերակ չորացածն է կտրում։ Աշխատակիցների մի խումբը կտրում, մյուսները հողից հին կոճղերն էին հանում։ Զուգահեռ ծառերի հետ աշխատող երրորդ թիմը աշնան էդ ձևավորում էր սկսել, որ հետո էլ թունաքիմիկատով մշակողները մոտենան։ Ըստ Արմեն Բեգոյանի այգու փրկության հրատապ անհետաձգելի այս աշխատանքն ու գույքագրումը միասին 2-3 օրում կավարտեն։ Ծառերի գագաթային մասում գրեթե բոլորի մոտ առկա է չորացում։ Այս ագրոմիջոցառումները, որը բոլորը մեկտեղ իրար հետ իրականացնելու են, սանիտարական այդ վնասատուների դեմ պայքար, հողի պարարտացում եւ նոր հողախառնուրդի տեղադրում այգում, սա անում ենք, որպեսզի եղած զանգվածը մենք փրկենք եւ ակտիվացնենք ծառերին, մնացած ծառերին հաղորդենք երկրորդ կյանք եւ գարնանը իհարկե այստեղ կիրականացվի ծառատունք։ Այգում կանաչապատողների հայտնվելը կոնսերվատորիայից տեսել, տեղում համոզվելու էր շտապել բուհի տնտեսական բաժնի աշխատակիցը։ Այս անմխիթար վիճակը սիրուն չէր, էլի, սիրուն չէր։ Այսօր որ չտեսա, ոնց որ իմ տունը, անեց ուրախացա։ Տարածքում կատարվող աշխատանքներին կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հետևելու եկավ նաև քաղաքապետը։ Մեկ անգամ եւս տեղեկացրեց այգին Երևանին վերադարձնելու նպատակով վարձակալ պայծառ երազանունով ընկերության հետ դատական վեճի մեջ էին 2 տարի անցել են բոլոր ատյաններով։ Բողոքարկման հնարավորություն դեռ կա, բայց կարծում է ոչ թե այգու, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պահանջվող ֆինանսական պատժի մասով։ Վարձակալը վստահաբար տույժերի եւ տուգանքների վերաբերյալ ունենք վեճեր եւ այդ վեճերը դատական կարգով մենք պարտադրելու ենք, որպեսզի վճարվեն։ Իհարկե դա արդեն դատական հացաններում է քննարկվելու այդ հարցը, բայց վստահորեն մենք այդ հարցի հետևից գնալու ենք։ Իրավաբանական հարցերից անկախ աշխատանքը չի դադարի, տարածքը մաքրելուց հետո ով կբարեկարգի կոնսերվատորիայի այգին, ինչ տեսք կստանա, դեռ պարզ չէ։ Քաղաքի կենտրոնական այս հատվածի համար տարբեր էսքիզներ են քննարկելու։ Գարնանը արդեն նախապատրաստվում ենք ընդհանուր այգու վերականգնման աշխատանքներին ամբողջ ծավալով եւ դեռ քննարկում ենք արդյոք մենք դա կանենք հենց Երևանի քաղաքապետարանը, թե որևէ մի մասնավոր ընկերություն, կարծում եմ այդ քննարկումներում կստանանք այգու համար լավագույն տարբերակ։ Մայրաքաղաքի կանաչ գոտիները, ծառ ծաղկանոցներն անխնամ թողնելու համար մայրաքաղաքում ավելի վաղ խզվել էին պայմանագրերը օղակաձև, ապա նաև Մերգելյանի զբոսայգու վարձակալների հետ։ Հերմինե Բաղդասարյան, Արման Թովմասյան, լուրեր։